50 տարեկան է, չամուսնացած մասնակցել է մոտ 100 դատավարության, 7 անգամ մահափորձ են կատարել, բայց նա դեռ կա, ավելին մեկ-մեկ անցանկալի իրավիճակներ է ստեղծում նախարարության աշխատակիցների համար։ Որ մենք բարձրանանք, իրանց պահապան աշխատակիցները, հրեշտակները թույլ չեն տալի, առիթ ընտրում են, որ ասեն, որ ինչ-որ մի բան է ինչի, որ քեզ վերև չթողեն։ Պահապան հրեշտակներն իրենք խնամքի եւ ուշադրության կարիք են ունենում, երբ Սոնյա Մաղաքյանը որևէ խնդրով հայտնվում է նախարարության շենքում։ Վարչնեգերի ես տպավորություն չեմ թողնում, մեծության մանիա չունեմ։ Շարքային մարդ եմ, բայց դեմից պրոբլեմ չունեն։ Փաստաթղթային ռմբակոծության ենթարկված Սոնյան 5 տարի առաջ հորից դեղին քարտ ստացավ։ Մեծ հայրենականից հետո հաշմանդամություն ձեռք բերած Վանիչկային անուշադրության են մատնել, հասանելիք թոշակը չեն տալիս, իսկ գրագետ աղջիկը տեղից չի շարժվում։ Իրավաբանություն շատ հեռու եմ, ես քիմիկ եմ, որոշեցի խորանալ, ընդհանրապես զանգեցի կենսաթոշակային հիմնադրամ, պատասխանեցին, որ հայրդ քանի որ պատերազմին չի մասնակցել, ինչ որ օրենք ցույց տվեցին, դե ես օրենքներից անտեղյակ, կարողացան լավ համոզել։ Գործին ընթացք տվեց Սոնյայի ծանոթներից մեկը, ով պատահաբար վետերանների ցուցակում տեսավ Վանիչկա Մաղաքյան անուն-ազգանունը։ Քանի անգամ ասեն Կարին է, այո, Մաղաքյան Վանիկը ստանում է պատվովճար։ Այդ աշխատակցությունը ուրիշ բան չէր մնում, ասելու կան ասել, այս մարդու աղջիկը կողքս նստած է եւ ասում է, որ պատվովճար իրենք չեն ստանում, ես ինչ է կարել, մարդկանց գումարը տվեք, աղմուկ չլինի։ Լավ խորհուրդ էր, եթե հասկանային։ Սոնյա Մաղաքյանն անցնում է գործի անմիջապես դատախազություն նամակ է գրում, որ հայրն իր հասանելիք պատվովճարը չի ստանում, այնինչ ցուցակում կա Վանիչկա Մաղաքյանը, ընդ որում 5000 դրամի դիմաց ստորագրած է։ Դատախազությունից գրեցին, որ իմ նամակը ուղարկվել է Լոռու մարզի դատախազություն։ Դա ապացույց իմ Պեպոյի բարաթն է։ Հենց այդ բարաթից էլ ամեն ինչ սկսվեց, ընտանիքի հեռու մոտ ազգականների նկատմամբ սադրանքներ սկսվեցին։ Եղբորը սկսեցին հաճախակի ոստիկանություն տանել, առաջ անգամ տարան, իբր փոստատան վարիչի տնից ճաշիկացա է գողացել։ Այնքան ծիծաղել է պրովոկացիա, որ նույնիսկ ոստիկանության աշխատակիցները ծիծաղեցին, դուք թուղթը շպրտել եք, թե խելոպան սարքեք։ Որպես առաջին նախազգուշացում Սոնյան բավարարվեց սոցապին դեղին քարտ ցույց տալով։ Դեղին քարտի զորություն ունեցավ իմ ընտանիքի անդամներին, դրանից հետո հանգիստ թողեցին, շատ լավ հասկացան։ Ու զինադադար էր մինչև 2007 թվականի մայիս։ Խախտելով զինադադարը Մաղաքյանը դիմումներով նախ գրոհում է դատախազությունը, ինչու է լռում սոցապը, ինչն է պատճառը, որ երկար տարիներ ոչ օգնություն են ուղարկել, ոչ էլ մերժողական պատասխան։ Ի վերջո սոցապից հեռաձայնեցին. դուք կամ էլ ձեր հարազատը փողոց ստորագրել ստացել եք։ Նախորդ տարիներին էլ ինքը նման ձևով ստորագրել եւ յուրացրել օգնությունները։ Հիշատակ չեմ էլ այ բանը ջնջել։ Չնայած իհարկե քրեական գործի մեջ կա, եւ ասել է։ Սոնյա, խնդրում եմ վերցրու հեռախոսը, շեֆս ուզում է այն գործի համար քեզ տեսնել։ Այս հաղորդագրությանը չարձագանքելուց հետո տեղեկացնում եմ, որ Վանիչկա Մաղաքյանին պատվովճար չի հասնում։ Ասի ներողություն, տղաները դուք թքեցիք փայտիկին։ Այստեղ Սոնյայի համար պայքարին նոր ճակատ է բացվում։ Վիճակագրության ծառայությունից վերցնում է Հայաստանի Հանրապետության վետերանների թվակազմը եւ սենսացիոն բացահայտումներ անում։ Հայրենական պատերազմի ոչ հաշմանդամ վետերան կենսաթոշակառուների քանակը ըստ Երևան քաղաքի։ 2000 թվական 779 ոչ հաշմանդամ վետերան, դրա թիվը գրեթե կրկնապատկվել է 2001-ին 1468, ապա կրկին նվազել 2003-ին դառնալով 1103։ Չէ, թիվը նվազում է, վետերանների թիվը նվազում է։ Չի կարող աճի։ Բայց այդտեղ աճում։ Որ թիվն է, ինձ մի հատ ցույց տվեք, այստեղ։ Այ 779 1400։ Սա երևի հաշվառման նման հարցերով դա դից կպատասխանի կենսաթոշակային։ Պատերազմից 50 տարի հետո մարդիկ հանկարծ հիշել են հիշողությունները փայլատակել, որ իրանք պատերազմ են գնացել, ու բոլորը գալիս են թղթեր են բերում։ Մեկ բողոք 3 հարց կրկին դատախազություն։ Խնդրանքը քրեական գործ հարուցել այս անգամ դատախազի եւ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ։ Մեղադրանքը վետերանների ֆանտաստիկ աճ, 2000 պատվովճարի յուրացում, որբերին ու հաշմանդամներին հատկացվող գումարների շորթում։ Ինչ գործնակիցդ խոթել ես քեզ չվերաբերվող գործերի մեջ։ Ես այնտեղ մի հատ լավ դիրք ընդունեցա, ես ՀՀ քաղաքացի եմ, ես իրավունք ունեմ, ես իմ ազգի համար դուք ով եք։ Գրեցին մածունը սևը տվեցին ձեռքս։ Հետաքննության արդյունքում պարզվեց ավելին, սոցապը մտել է նաև պետության գրպանը։ Պաշտոնապես 2000 թվական Հայաստանի Հանրապետության վետերանների թիվը 14850 է,
Պետբյուջեի հատկացումը 17165 մարդու կտրվածքով։ 2001-ին 13292-ի փոխարեն 15903 մարդու համար, այսպես խախտումներ մինչև 2007 թվականը։ 2007-ին պաշտոնապես ներկայացված 5763 վետերանի փոխարեն 7196 մարդու պատվովճար է դուրս գրվել։ Դու տենց նևեջիմ կային մեր վետերանները։ Ներկայացրած փաստերին ի պատասխան սկսվում է սպառնալիքների երկրորդ շրջանը, խոստանալով դիմումատուին հոգեբուժարան ուղարկել։ Մեկնաբանեցին կլյավուզնի, գործտվող, անշնորհ, ներվային, անհասկացող, երախտամոռ, ինչ ուզեք հորինեցին։ Անընդհատ նկարագրում էին գլազոկից, փողոցային ավտովթար, պետք է ծնողներից գանտուն տենան շաբաթ հետո կախված եմ, հետո ամենակարևորը որ ինձ գժանոց ստանեին։ Հետագայում սպառնալիքները վերաճեցին մահափորձերի։ Երեկոյան աշխատանքից տուն վերադառնալիս դիմակավորները 2 անգամ հարձակվել են Սոնյայի վրա։ Ընդամենը բախտի բերմամբ է բացվել վերելակի դուռը եւ Սոնյան հասցրել է ճողոպրել։ Տեղնուկի վրա մտածելով որ մարդ է գալիս, շփոթվելով ինքը իջավ ներքև սպասողներ ուներ։ Ստեղին ապակու կտոր էր դեռ, բայց եւ դա ինձ փրկեց։ Ստիպված եւ վախից մակնիկի ռեֆլեքսն աշխատում է գոռացի ապակիով գլուխդ կկտրել։ Գնաց, թե ինչն է պատճառը չգիտեմ։ Միակ սառը ձերնը։ Դե բարի նպատակներով սա։ Կանոկայով։ Վախում եմ որ փակած ժամանակ չունի, դեսպես արագ հարմար է։ Հնգամյա կրիմինալից եւ անթիվ դատավարություններից հետո Մաղաքյանը դատախազությանը ներկայացնում է բողոքի նոր նոտա, ինչու չի գործում 1994 թվականի ապրիլի 15-ի միջպետական համաձայնագիրը, ըստ որի հայրենականից հետո հաշմված անձանց իրավունքները հավասարվում են պատերազմի մասնակիցներին։ Ոչ միայն նա, ունենք մի քանի հոգի, տենց շատ չի իրանց թիվը, որ անդադ դժգոհում են։ Մենք 10 թվականին նախատեսում ենք նոր օրենք ընդունել վետերանների մասին։ Հստակ է, որ իրանք օգտվում են միջպետական համաձայնագրից, էլի նույն իրավունքներից։ Վետերանները օգտվում են այդ նույնը պլյուս պատվովճար։ Մենք եթե նոր օրենք գրենք, պատվովճար իրանց համար չենք սահմանելու։ Իդեպ միջպետական համաձայնագրում հավասարեցրած կարգավիճակ գոյություն չունի, այն կառավարության որոշմամբ ընդունվել է միայն 10 տարի անց 2004 թվականին եւ օրենքի ուժ ունենալ չի կարող, քանի որ հակասում է Սահմանադրության 6-րդ եւ 42-րդ հոդվածներին։ 6-րդ հոդվածի համաձայն, եթե գոյություն ունի որևէ հակասություն տեղական որոշումների եւ միջպետական համաձայնագրերի միջև, ապա կիրառվում է միջպետական համաձայնագրերը։ Ըստ 42-րդ հոդվածի անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները եւ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն։ Իհարկե փոքր մանկական ուրախություն լինում է, նայեք օգնություն մինչև այդ նախարարությունում 1000 հոգի էին ստանում, հիմա բացահայտումից հետո 15 հոգի են։ Ճիշտ նույն կարգավիճակ ունեցող Հովհաննես Ռուշանյանը դիմել է Սահմանադրական դատարան եւ ստացել դրական վճիռ, որ այո, հայրենական մեծ պատերազմից հետո հաշմանդամություն ստացած քաղաքացիներին հասնում է պատվովճար։ Անվերապահորեն պետք է հիմք ընդունել նաև համաձայնագրի թիվ առաջին հավելվածի 2-3 կետի դրույթները։ Նա տվեց իր սահմանադրական արդեն դիրքորոշումը։ Սահմանադրական դատարանը երբեք այնպիսի վճիռ չի կայացնում, որը պարտադիր լինի որևէ մի մարմնի համար։ Դատարանի վճռաբեկ դատարանի որոշումն է մեր վերինացյանը։ Ասես դες է շախմատ կխաղամ, ես սպիտակները դուք կանաչներով։ Հիմա այնտեղ ներսից մի հատ հերու ծանոթ ունենք, ասում է որ օրը նախարարը գոռում էր ու արագ-արագ քայլում էին իշխանավորներն, ասում ենք, բայց Սոնան էլի դիմում է գրել։ Սոնյա Մաղաքյանի քրեական գործի նյութերը դատարանն այդպես էլ չի քննել։ Քանի մեզ մոտ լռում են, Սոնյան ժամանակ չի կորցնում։ Ինքնուրույն սովորել է անգլերեն, անձամբ գրել գործն ու սեփական ձեռքերով ուղարկել Եվրոդատարան։ Արձագանքներ շուտով կլինեն։ Համոզված եմ։